Եթերում թույլ օղակն է։ Այսօրվա խաղի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է վաստակել մինչև 2 միլիոն դրամ։ Նրանք իրար չեն ճանաչում, բայց եթե ուզում են խոշոր գումարով տուն գնալ, պետք է միասնական և ուր թիմ դառնան։ Նրանցից 7-ն այսօր կհեռանա դատարկաձեռն, քանի որ յուրաքանչյուր փուլի քվեարկությունից հետո մենք հրաժեշտ ենք տալու մեկ մասնակցի, նրան, որին թիմը համարի թույլ օղակ։ Ծանոթանանք այսօրվա մասնակիցներին։ Նորայր, 32 տարեկան, Երևան, ծրագրավորող։ Լուսինե, 50 տարեկան, Երևան, աշխատակազմի ղեկավար։ Հայկ, 43 տարեկան, Չարենցավան, մաթեմատիկոս։ Գուրգեն, 25 տարեկան, Գորիս, բանկային աշխատակից։ Էմմա, 26 տարեկան, Երևան, պրոջեկտ մենեջեր։ Արման, 37 տարեկան, Երևան, ստամատոլոգ։ Դավիթ, 38 տարեկան, Առինջ, Արևելագետ։ Տիգրան, 32 տարեկան, Երևան, տնտեսագետ։ Այժմ խաղի կանոնների մասին։ Յուրաքանչյուր փուլում թիմը կարող է վաստակել առավելագույնը 250,000 դրամ, որին հասնելու ամենակարճ տարբերակը 8 ճիշտ պատասխաններից շղթա ձևավորելն ու գումարը բանկ ուղարկելն է։ Եթե դուք սխալ եք պատասխանում հարցին, շղթան ընդհատվում է և ամբողջ թիմն է զրկվում արդեն կուտակած գումարից։ Սակայն, եթե ձեր անունը լսելուց հետո, բայց նախքան հարցի հնչելը, դուք հասցրեցիք ասել բանկ, գումարը պահպանվում է, սակայն ճիշտ պատասխանների շղթան կառուցվելու է 0-ից։ Յուրաքանչյուր փուլում դուք վաստակելու եք այնքան գումար, որքան հասցրել եք ուղարկել բանկ։ Այդ գումարը փոխանցվելու է հաջորդ փուլ։ Ընդհանուր շահումը կազմելու է բոլոր փուլերի հանրագումարում ստացված թիվը։ Առաջին փուլի համար դուք ունեք 2.5 րոպե ժամանակ։ Եվ մենք խաղը սկսում ենք այն մասնակցից, որի անունն այբենական կարգով առաջինն է, և դա Արման դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Առաջին հարցի արժեքն է 5000 դրամ։ Ժամանակ։ Արման, Ռումինիայի որ քաղաքն է ներկայացնում Ստյաուա ֆուտբոլային ակումբը։ Բուխարեստ։ Ճիշտ է։ Դավիթ, կաթոլիկ եկեղեցում ով է նշանակում կարդինալներին։ Հռոմի պապը։ Ճիշտ է։ Տիգրան, որ աշտարակն է կտավներից մեկում պատկերել 16-րդ դարի նկարիչ Պիտեր Բրեյգել ավագը։ Բաբելոնյան։ Ճիշտ է։ Նորայր, բասկետբոլում թե բեյսբոլում է հանդիպում home run եզրույթը։ Բեյսբոլում։ Ճիշտ է։ Լուսինե, Թոմն ու Ջերի մուլտֆիլմում ինչ կենդանի էր Սփայքը։ Շուն։ Ճիշտ է։ Հայկ, ըստ դարձվածքի, ինչ շպրտելն են մեջբերում մարդուն վարքաբեկելու փորձը բնորոշելու համար։ Ցեխ։ Ճիշտ է։ Գուրգեն։ Բանկ։ Մոզամբիկի դրոշի որ գույնն է խորհրդանշում Աֆրիկա մայրցամաքը։ Սև։ Ճիշտ է։ Էմմա, օդով լցված, որ գնդաձև թաղանթի հետ են հայերենում համեմատում դատարկախոս մարդուն։ Անցանք։ Փուչիկի, Արման, Գերմանիայի և որ երկրի միջև է կնքվել Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիրը։ Ֆրանսիայի։ Ճիշտ է։ Դավիթ, Խաչատուր Աբովյանի որ վեպի գլխավոր հերոսն է Աղասին։ Վերք Հայաստանի։ Ճիշտ է։ Տիգրան, Բանկ։ ինչ ճարտարապետական շինության տեսակի անվանում կարելի է կազմել ամրակ բառի բոլոր տառերով։ Անցանք։ Կամար, Նորայր, քիմիական որ տարի հետ են այլ նյութերի փոխազդեցությունից ստացվում օքսիդները։ Թթվասնի։ Ճիշտ է։ Լուսինե, և Շեքսպիրյան կատակերգության հերոս և Աշոտ Ադամյանի դերը հին օրերի երգը ֆիլմում։ Օթելլո։ Սխալ է, Օբերոն։ Հայկ, որ ստեղծագործությունից է, մենք պատասխանատու ենք նրանց համար ում ընտելացրել եք մեջբերումը։ Անցանք։ Փոքրիկ իշխանը։ Գուրգեն, Զևսի և Լետոյի որ որդին է արվեստում համարվում տղամարդկային գեղեցկության չափանիշ։ Ապոլոն։ Ճիշտ է։ Էմմա, քաղաքի թե մարդու պատվին է անվանումը ստացել ամերիկյան Չարլստոն պարը։
Մարդու, Սխալ է քաղաքի։ Արման, ով է Երևանում տեղադրված Վարդան Մամիկոնյանի հուշարձանի քանդակագործը։ Քոչար, Ճիշտ է։ Դավիթ, երազանցապես որ լեզվով են Ռամշտայն խմբի կատարումները։ Գերմաներեն։ Ճիշտ է։ Տիգրան, Բանկ, ես իհարկե չէի սպասում նման արդյունքի, բայց վատ թիմային աշխատանք չէ։ Դուք կարողացաք բանկ ուղարկել 170,000 դրամ։ Սակայն դեռ պետք է պարզենք, թե ով խանգարեց կուտակել ամբողջական բանկը։ Ով է Տարանտինոյի ֆիլմի «Ատելի ութնյակի» նման առաջին անտագոնիստը։ 8 թիավարներից որն է ճոճում խարխուլ մակույկը։ Ձեզնից մեկը պետք է հեռանա դատարկաձեռն։ Ժամանակն է պարզելու ամենաթույլ օղակին։ Գուրգենը ճիշտ է պատասխանել երկու հարցի և բանկ ուղարկել 150,000 դրամ։ Սակայն ըստ վիճակագրության առաջին փուլի ուժեղ օղակը Դավիթն է, 3 ճիշտ պատասխանով։ Էմման միակն է, որ չի տվել ոչ մի ճիշտ պատասխան։ Նա փուլի թույլ օղակն է։ Ում կհեռացնի թիմն առաջին փուլում։ Քվեարկությունն ավարտված է։ Քիչ անց կպարզենք առաջին փուլի ամենաթույլ օղակի անունը։ Էմմա, 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 Հայկ, Էմմա, 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 Լուսինե, որտեղ եք աշխատում։ Ամերիկյան դեսպանատանում, Մինչ այդ որտեղ եք աշխատել։ Եվրոպայի խորհրդում։ Եվրոպայում ավելի լավ չէր։ Նայած ինչ տեսակետից։ Նորայր, դուք երկրորդ անգամ եք մասնակցում խաղին։ այո, Առաջին անգամ հաղթել եք։ այո, Ինչ եք մտածում այս անգամ հաղթելու եք թե ոչ։ փորձեմ, Գումարը հեշտ ծախսվեց։ ինչ որ առանձնահատուկ բանի վրա չեմ ծախսել առօրյա ծախսերի հետ։ Էմա, դուք սիրում էիք ձիավարել, բայց ձեր ձին ձեզ ցած նետեց թամբից։ Ձեր դեմ է եւ թիմը, եւ վիճակագրությունը, դուք ամենաթույլ օղակն եք։ Լարվածությունը խաղի ընթացքում շատ ավելի շատ է, քան էկրանից այն կողմ կամ մինչև խաղը ու շատ հանգարում է ճիշտ պատասխաններ տալ, սխալ պատասխանվեց, հետո ճիշտ պատասխանը անմիջապես հետո գալիս է մտքիդ, թիմի որոշման կողմ եմ, քանի որ միայն ես էի, որ երկու սխալ պատասխան տվեցի, հաջողություն եմ մաղթում մասնակիցներին, լավ խաղ եմ մաղթում։ Փուլ երկրորդ, դուք ունեք 170,000 դրամ, թեպետ կարող էիք ունենալ 250,000։ Խաղում մնացել է 7 մասնակից, մենք ձեր խաղաժամանակը կրճատում ենք 10 վայրկյանով և սկսում ենք նախորդ փուլի ամենաուժեղ մասնակցից։ Դա Դավիթ դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Դավիթ, հատիկավոր որ մշական հույսից է պատրաստվում ճապոնական միրին գինին։ Բրինձ, Ճիշտ է։ Տիգրան, հայ որ կոմպոզիտորի ստեղծագործություններն են գրանցված ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողություն ծրագրում։ Արամ Խաչատրյան, Ճիշտ է։ Նորայր, գրության նմանության պատճառով ԱՄՆ որ նահանգի հետ են հաճախ շփոթում Վրաստանը։ Ջորջիա, Ճիշտ է։ Լուսինե, գրականության թե բժշկության մեջ է կիրառվում ֆաբուլա տերմինը։ Բժշկության, Սխալ է գրականության։ Հայկ, որ կրոնի միստիկ ուղղություններից է սուֆիզմը։ Հինդուիզմ, Սխալ է իսլամ։ Գուրգեն, որ մարզաձևում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել կուբացի Խոսե Լուիս Կապաբլանկան։ բասկետբոլ, Սխալ է շախմատ։ Արման, ինչի է հավասար սինուս 360 աստիճանը։ 0, Ճիշտ է։ Դավիթ, ինչպես լատիներեն կթարգմանվի վերջնագիր բառը։ Պաս, Ուլտիմատում։ Տիգրան, վերտարություն բառի որ հոմանիշը կստանանք վերջնագիր բառից 1 տար հանելու դեպքում։ անցանք, Վերնագիր։ Նորայր, հայերենում 4 տարանի որ բառով է կոչվում կավից ամանեղեն պատրաստվող արհեստավորը։ բրուտ, Ճիշտ է։ Լուսինե,
Մարկոս Անտոնիոսի եւ որդագուհու որդիներ Ալեքսանդր Հելիոսը։ Կլեոպատրայի։ Ճիշտ է։ Հայկ Եվրոպական որ մայրաքաղաքում են ծնվել գրողներ Բեռնարդ Շոուն, Օսկար Վայլդն ու Բրեգ Ստոքերը։ Բերլին։ Սխալ է Դուբլին։ Գուրգեն Արյուծ արքա մուլտֆիլմում ինչ էր Պումբայի ընկեր Սուրիկատի անունը։ Սիմբա։ Սխալ է Տիմոն։ Արման բարձրությունից թե կանանցից են վախենում ակրոֆոբիայով տառապող մարդիկ։ Բարձրությունից։ Ճիշտ է։ Դավիթ քանի մարզիկից է կազմված լողափնյա ֆուտբոլի թիմը։ 2 Սխալ է 5 Տիգրան ինչպես է եվրոպական մի շարք լեզուներում նշվում Չեռնոգորիա պետության անվանումը։ Մոնտենեգրո։ Ճիշտ է։ Նորայր Ատոմեգոյանի Արարատ ֆիլմում որ նկարչի դերում է հանդես եկել Սիմոն Աբգարյանը։ Աշիլ Գորկի։ Ճիշտ է։ Լուսինե։ Շատ կուզեի հնչեցնել հարցը, բայց հնչեցրեցի միայն ձեր անունը։ Տիեզերական արդարությունը վերականգնվեց։ Նախորդ փուլի ձեր փոքրիկ հաջողությունը փաստորեն պատահականություն էր։ Հնարավոր 250,000 դրամից դուք բանկ եք ուղարկել 0 դրամ։ Ով է ստվերների թատրոնի ամենամուտ ստվերը։ Ում կնախանձեր Հուսեյն Բոլտը եզրագիծն այսքան արագ հատելու համար։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Երկրորդ փուլում 3 ճիշտ պատասխան իր ակտիվում ունի Նորայրը։ Նա ուժեղ օղակն է։ Գուրգենն ու Հայկը երկուական սխալ պատասխան են տվել, սակայն Հայկն ընդհատել է ճիշտ պատասխանների շղթան։ Վիճակագրորեն նա թույլ օղակն է։ Արդյոք թիմը հաշվի կառնի այս ամենը։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա մենք կիմանանք, թե ով է ամենաթույլ օղակը։ Գուրգեն։ Հայկ։ Դավիթ։ Դավիթ։ Գուրգեն։ Հայկ։ Հայկ։ Արման, դուք նշել եք, որ կուզեիք լինել Կուբայում։ Այո։ Ապրելու նպատակով, թե հանգստի։ Հանգստի նպատակով։ Տիրապետում եք հայերենի, ռուսերենի եւ անգլերենի։ Իսկապես դա այդպես է, թե գրել եք ուղղակի գրելու համար։ Դե հայերենը ռուսերենը վաղ գիտեմ, իսկ անգլերենը մասնագիտական ավելի շատ։ Գուրգեն, ինչու եք ընտրել Դավիթին։ Երկընտրանքի մեջ էի ընտրել Հայկին թե Դավիթին, սակայն մասնագիտության առումով որոշակի առնչություններ ունեմ Հայկի հետ, կարծում եմ իր հետ խաղալն ավելի հեշտ կլիներ։ Մտածեցիք խաղից հետո կարող է գործընկերներ դառնալ։ Իսկ ինչու ոչ։ Մաթեմատիկոս Հայկ, հաղթելու ձեր շանսերը ձգտում են 0-ի։ Դուք ուղևորվում եք դեպի մինուս անվերջություն։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Շատ տպավորված եմ, հիանալի խաղեր, ահագին դրական էմոցիաներ ստացա խաղից։ Մի քիչ ավելի շատ կլրացնի գիտելիքների պաշարը։ Թիմային աշխատանքում լավ էր հետևողականությունը ժամանակի հետ կապված, գումարը բանկ դնելու հետ կապված, այդքանը։ Փուլ 3. Եվ դուք հնարավոր 500,000 դրամից ունեք ընդամենը 170,000։ Խաղում մնացել է 6 մասնակից եւ այս փուլում 140-ի փոխարեն դուք կունենաք 130 վայրկյան խաղաժամանակ։ Խաղը կսկսենք նախորդ փուլի ուժեղ մասնակցից եւ դա դուք եք Նորայր։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Նորայր, պլատինը թե ուրանն է դասվում ազնիվ մետաղների շարքին։ Պլատինը։ Ճիշտ է։ Լուսինե, ըստ ավանդության, որ կենդանին է կերակրել Հռոմի հիմնադիր Հռոմուլոս եւ Ֆրեմոս եղբայրներին։ Գայլը։ Ճիշտ է։ Գուրգեն, հայ որ ռեժիսորն է ինքն իր դերում հանդես եկել Միքայել Վարդանովի Հայոց հողի գույնը վավերագրական ֆիլմում։ Պարաջանով։ Ճիշտ է։ Արման, Բանկ։ գիտության որ բնագավառում է շնորհվում Աբելյան մրցանակը։ Չգիտեմ։ Մաթեմատիկա, Դավիթ, 3 տառանի, որ բառով է արևելյան մի շարք մարտարվեստներում նշվում վարպետության աստիճանը, սպորտային կարգը, ճիշտ է։ Տիգրան, որ մարզի հետ արտաքին սահման ունի Երևանի կենտրոն վարչական շրջանը։ Կոտայք։ Սխալ եմ, ոչ մի։
Նորայր, ով է նախորդել Օլաֆ Շոլցին Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Անգելա Մերկել։ Ճիշտ է։ Լուսինե, Բանկ։ Մարգարտե ինչ զարդով աղջկա պատկերով հայտնի կտավ ունի նկարիչ Յան Վերմերը։ Մարգարտե ականջողով աղջիկը։ Ճիշտ է։ Գուրգեն, ըստ Մաթեոսի ավետարանի, որ քաղաք էին եկել մոգերը Մանուկ Հիսուսին երկրպագելու։ Նազարեթ։ Սխալ է Երուսաղեմ։ Արման, Կապուլետի թե Մոնտեկի ընտանիքին էր պատկանում Ռոմեոն Շեքսպիրի հայտնի ողբերգությունում։ Մոնտեկի։ Ճիշտ է։ Դավիթ, երկրաչափական ինչ մարմին կարելի է ստանալ թունդ բառի մեկ տառը փոխելով։ Փաս։ Գունդ, Տիգրան, Միլիոնատերը հետնախորշից ֆիլմում, որ հերոստախաղի տեղական տարբերակին է մասնակցում գլխավոր հերոսը։ Ով է ուզում դառնալ միլիոնատեր։ Ճիշտ է։ Նորայր, ինչպես է ֆուտբոլում կոչվում մեկ խաղացողի կողմից 4 գոլ խփելը։ Պոկեր։ Ճիշտ է, Լուսինե։ Բանկ։ Իտալացի որ կոմպոզիտորը հոների առաջնորդ Աթիլայի մասին օպերա ունի։ Ջուզեպե Վերդին։ Ճիշտ է։ Գուրգեն, հայերենում 4 տառանի, որ բառով է կոչվում հեծյալի համար նախատեսված ձիու մեջքին դրվող նստելու հարմարանքը։ Թամբ։ Ճիշտ է։ Արման, Բանկ։ որ երկրի անկախությունն է 1783 թվականի սեպտեմբերի 3-ին ճանաչել Մեծ Բրիտանիան։ Այս փուլում դուք հավաքեցիք ընդամենը 45,000 դրամ։ Ես ավելին չէի էլ սպասում։ Եթե ունենայիք 0 դրամանոց թղթադրամ, ում պատկերը կլիներ դիմերեսին այդ թղթադրամի, ով է 33-րդ ատամը, որին պետք է շուտապույտ հեռացնել։ Ժամանակն է պարզելու, ով է ամենաթույլ օղակը։ 3 հարց եւ կրկին 3 ճիշտ պատասխան։ Այս փուլում դա Լուսինեի եւ Նորայրի վիճակագրությունն է, բայց Լուսինեն նաեւ գումար է ուղարկել բանկ։ Նա է ուժեղ օղակը։ Փուլի թույլ օղակը Տիգրանն է։ Արդյոք թիմը կառաջնորդվի վիճակագրությամբ։ Քվեարկությունն ավարտված է։ Շատ շուտով մենք կիմանանք, որ թեկնածուին է հեռացնում թիմը։ Դավիթ։ Տիգրան։ Նորայր։ Գուրգեն։ Արման։ Դավիթ։ Որպեսզի ամեն ինչ հոյակապ լիներ ուղղակի, Տիգրանը պետք է նշեր Լուսինեի անունը եւ կստացվեր, որ որքան մասնակից, այնքան թեկնածու։ Գուրգեն, եղած բանի համար չեք ափսոսում, երբեք։ Այդպես եք նշել։ Շարունակում եք այդպես կարծել։ Միանշանակ։ Այս փուլից հետո էլ չեք փոշմանելու։ Երբեք։ Կարող եք ավելի շատ գումար վաստակել, չեք փոշմանում։ Թող լինի այնպես, ինչպես որ ի վերուս տրված է։ Հեշտ է այդպես ապրել։ Միանշանակ։ Արման, ինչու եք ընտրել Գուրգենին։ Եթե չեմ սխալվում, նախորդ ճիշտ եմ հաշվել, նախորդ մրցափուլում բոլորս բացի Լուսինեից մեկական սխալ պատասխան տվեցինք ու դրանից նախորդ երկրորդ փուլի խաղն էլ հաշվի առնելով ընտրեցի Գուրգենին։ Դավիթ, դուք շախմատի սիրահար եք։ Հայկական գամբիտը չստացվեց։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Նորմալ էր, լավն էր, հետաքրքիր էր։ Մի քիչ լավատություն կար ընդհանուր բոլորիս մեջ։ Գիտելիքն ես ուրեմն թույլ էր եղել։ Թիմային այդքան թիմային չէր, թող հաղթի ուժեղագույնը։ Ուզում եմ Լուսինեն հաղթի։ Փուլ 4 եւ բանկում հնարավոր 750,000 դրամից կա ընդամենը 215,000 դրամ։ Խաղը կշարունակենք 5 մասնակցով։ Խաղաժամանակը կրճատվելու է եւս 10 վայրկյանով։ Փուլը սկսում ենք նախորդ փուլի ուժեղ մասնակցից Լուսինեից։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Լուսինե, 1918 թվականի որ ճակատամարտն է հաճախ անվանվում 20-րդ դարի ավարայր։ Սարդարապատի։ Ճիշտ է։ Գուրգեն, ինչ կենթանիների հետ համարներով է հայտնի կրկեսի դերասան Յուրի Կուկլաչովը։ Արյուծ։ Սխալ է կատուներ։ Արման, որ գետի վտակի աչափնյա եզերքին է գտնվում Տաթևի վանական համալիրը։ Չգիտեմ։ Որոտան, Տիգրան, որ մարզաձևի միջազգային ֆեդերացիան է FIBA-ն։
Բռնցքամարտ։ Սխալ է բասկետբոլ։ Նորայր։ Որն է տարածքով ամենափոքր մայրցամաքը։ Անտարկտիդա։ Սխալ է Ավստրալիա։ Լուսինե, բրիտանական որ ռոք խմբի գործնեությունն է ներկայացված Բոհեմյան ռապսոդիա ֆիլմում։ Queen, Ճիշտ է։ Գուրգեն, Բանկ, որ զորավարն է 1802 թվականին սահմանվել պատվավոր լեգիոնի շքանշանը։ Անդրանիկ Օզանյան, Սխալ է Նապոլեոն Բոնապարտը։ Արման, ֆրանսերեն որ բառով է կոչվում գինու, պահպանման եւ մատուցման հարցերով ռեստորանի աշխատակիցը։ Դեգուստատոր։ Սխալ է Սոմելիե։ Տիգրան, Օզի զարմանալի կախարդը գրքում ինչ օրգան էր ցանկանում ունենալ Անագե անտառահատը։ Անցանք։ Սիրտ։ Նորայր, մթնոլորտային ինչը չափելու համար է կիրառվում բարոմետր Ճշումը։ սարքը։ Ճիշտ է, Լուսինե։ Բանկ, Գեղարքունիքի մարզի որ քաղաքն է խորհրդային տարիներին կրել Կամո անվանումը։ Գավառ, Ճիշտ է։ Գուրգեն, ռեժիսոր Հենրիկ Մալյանի որ ֆիլմում կարելի է լսել Գասպարալող բառը։ Հարսնացություն հյուսիսից, Սխալ է Եռանկյունի։ Արման, ինչի անուղակի բաժանումն է կոչվում միտոս։ Բջիջի։ Ճիշտ է։ Տիգրան, Բանկ, Մոնակոն թե Սան Մարկոն է կառավարվում Գրիմալդի արքայդողնի կողմից։ Ժամանակն ավարտվեց։ Նախորդ փուլն այս մեկի համեմատ ֆանտաստիկ ձեռքբերում կարելի է համարել։ Դուք կարողացաք բանկ ուղարկել 15000 դրամ հնարավոր 250,000-ից։ Ում մեքենայի բենզինը սպառվեց հենց այս ոլորանին։ Ով է 5-րդ անիվը, որը խանգարում է մեքենայի ընթացքին ժամանակն է պարզելու, ով է ամենաթույլ օղակը։ Ուժեղ օղակը կրկին Լուսինեն է։ Նա բոլորից շատ ճիշտ պատասխան է տվել։ Փուլի թույլ օղակը Գուրգենն է։ Նա չի հնչեցրել ոչ մի ճիշտ պատասխան։ Ում հրաժեշտ կտա թիմն այս փուլում։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, թե ով է թույլ օղակը։ Գուրգեն։ Գուրգեն, Արման, Գուրգեն։ Գուրգեն, Լուսինե, դուք սիրում եք միստիկա եւ անբացատրելի երևույթներ։ այո, Չեք կարծում, որ ձեր խաղն էլ է միստիկայի ժանրից։ այդքան էլ չէ, որովհետև սկզբից ստրեսն ավելի մեծ է, երկրորդն էլ ամենաառաջի հարցը ես լավ չէի լսել։ Տիգրան, այո, որտեղ եք աշխատում, Տիգրան։ բանկում եմ աշխատում որպես մասնագետ գանձապահ։ Որպես գանձապահ, ձեզ գոհացնում է գումարը, որը կուտակել եք։ Ոչ այնքան, միանշանակ հաշվի առնելով թիմակիցներիս արժանինքները կարող ենք ձգտել ավելին ունենալ, բայց ինչպես ասում են, ունենք այն ինչ ունենք։ Բանկիր Գուրգեն, դուք եկել եք մեծ եկամտի հետևից, բայց հեռանում եք սնանք։ Դուք ամենաթույլ օղակն եք։ խաղից բավականաչափ մեծ հաճույք ստացա, շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Թիմակիցներից յուրաքանչյուրին ցանկանում եմ հաղթանակ, թող հաղթի ուժեղագույնը, ուրեմն կար պետք է լիներ այնպես, ինչպես որ եղավ։ Եվ վերջում որպես հավելում կցանկանամ նշել, որ յուրաքանչյուր պարտություն դա սպասվելիք հաղթանակի հիմնաքար է հանդիսանում։ 5-րդ փուլ։ Թիմը հնարավոր 1 միլիոնից վաստակել է ընդամենը 230,000 դրամ։ Մասնակիցների կեսն արդեն դուրս է մնացել խաղից եւ այս փուլում դուք ունեք 10 վայրկյանով ավելի քիչ ժամանակ։ Խաղը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ մասնակիցը եւ դա կրկին Լուսինե դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Լուսինե, որ երկչի անվան պուրակն է 2024 թվականի մայիսի 22-ին բացվել Փարիզի Կոնկորդի հրապարակի հարևանությամբ։ Շարլ Ազնավուր։ Ճիշտ է։ Արման, Ռուսաստանի եւ որ երկրի միջև է տեղի ունեցել Ցուսիմայի ճակատամարտը։ Ճապոնիայի։ Ճիշտ է։ Տիգրան, ինչպես է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են։ Հավասարակողմ։ Սխալ է, քառակուսի։ Նորայր,
Որ կրոնի բարձրաստիճան սպասավորներն են կոչվում ռաբի։ Կգնեք հարցը։ Որ կրոնի բարձրաստիճան սպասավորներն են կոչվում ռաբի։ Բուդդայականություն։ Ճիշտ է։ Լուսինե, սլավոնական որ հեքիաթի հերոսն է փախուստի ճանապարհին հանդիպում նապաստակին գայլին արջին եւ վերջում աղվեսին։ Գնդիկ բոքոնիկը։ Ճիշտ է։ Արման, որ մարզաձևում է հանդես գալիս Վարազդատ Լալայանը։ Ծանրամաստ։ Ճիշտ է։ Տիգրան։ Բան։ Կնոջ, որ անձնանունի փաղաքշական տարբերակներից է այծիկը։ Այծեմնիկ։ Ճիշտ է։ Նորայր, որ հեղուկի եւ տարբեր նյութերի իոնափոխանակման ռեակցիան է կոչվում հիդրոլիզ։ Ջրի։ Ճիշտ է։ Լուսինե, ինչպես հայերեն կթարգմանվի քաղաքագիտական կոնսերվատիզմ եզրույթը։ Պահպանողականություն։ Ճիշտ է։ Արման, Բանկ։ երաշտական ինչ գործիքով է հայտնի դարձել Արա Մալիքյանը։ Դաշնամուր։ Սխալ է ջութակ։ Տիգրան, մարդու որ օրգանն են ստուգում լարինգոսկոպի օգնությամբ։ Թոքերը։ Սխալ է կոկորտ։ Նորայր, Արթուր Արքայի որ լեգենդար դղյակում էր գտնվում հայտնի կլոր սեղանը։ Լանսելոտ։ Սխալ է, ճիշտ պատասխանն է կամելոտ։ Լուսինե, թվագրության հռոմեական համակարգում լատիներեն որ տառով է նշվում 100 թիվը։ Էլ։ Դա սխալ պատասխան է։ Ժամանակն ավարտվեց։ Գրանցված ցուցանիշը թույլ է տալիս կարծել, որ թիմը կայուն խաղ է ցուցաբերում։ Կայուն սարսափելի։ Այս փուլում դուք բանկ ուղարկեցիք 35000 դրամ։ Ով կփորձի արագ մոռանալ այս երեկոն անտեսելով, որ համացանցը ոչինչ չի մոռանում։ Ով քիչ հետո կմտածի, ինչու հենց ես։ Ժամանակն է բարձելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Փուլի ուժեղ օղակը Լուսինեն է։ Վիճակագրական այս տվյալն արդեն սովորական է դառնում։ Մեկ խաղափուլ անց Տիգրանը վերադարձրեց թույլ օղակի տիտղոսը։ Ինչ տեսք կունենա խաղի ուժեղագույն եռյակը։ Քվեարկությունն ավարտված է։ Շատ շուտով կիմանանք, թե ով է լքելու խաղը։ Տիգրան։ Նորայր։ Տիգրան։ Արման։ Նորայր։ Այո։ Եթե թույլ օղակ խաղը շարունակվի եւս մի եթերաշրջան, էլի գալու խաղի։ Հայտ կներկայացնեմ, եթե կանչեն էլի կգամ իհարկե։ Արման, դուք ընտրել եք Տիգրանին։ Գտնում եք, որ ինքը թույլ օղակ է։ Ու գտնում եմ նախորդ փուլում, մրցափուլում ամենաթույլը Տիգրանն էր, հետո եթե չեմ սխալվում, 2 սխալ պատասխան տվեց, մնացածս մեկական սխալ։ Եթե ճիշտ եմ հաշվել։ Արման, մտածում եք, որ դուք կհայտնվեք եզրափակչում։ Չեմ կարող ասել։ Շատ հետաքրքիր անվրդովություն ունեք։ Տիգրան, դուք երազում եք լինել Լիվերպուլի մարզադաշտում եւ երգել դու մենակ չես քայլի, բայց հիմա մինչեւ դուրը ստիպված կլինեք քայլել մենակ։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Ընդհանրացնելով կարող եմ ասել, որ արժանի մրցակցություն էր։ Ես իրոք վերջին խաղափուլում այդքան էլ հաջող հանդես չեկա, ընդհանուր առմամբ նաև ընդհանուր խաղի կտրվածքով մրցակիցներից հաջողություն եմ մաղթում, թիմային առումով կարող եմ փաստել, որ կայացած խաղ էր։ Եզրափակիչում ինձ թվում է կհանդիպեն Նորայրը եւ Լուսինեն, ինձ թվում է Նորայրը իր փորձով եւ գիտելիքներով ավելի ուժեղ կգտնվի։ Փուլ 6-րդ։ Բանկում այս պահին արկա է 265,000 դրամ, սակայն կարող էր լինել 1,250,000։ Խաղում մնացել է լավագույն եռյակը, որն այս փուլում 10 վայրկյանով ավելի քիչ խաղաժամանակ կունենա, քան ուներ լավագույն քառյակը։ Փուլը կսկսի նախորդ փուլի ուժեղ մասնակիցը, դա կրկին Լուսինե դուք եք։ Նորայր, Լուսինե, Արման, խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Լուսինե, հայ որ գրողն է, միթե վերջին պոետն եմ, ես բանաստեղծության հեղինակը։ Չարենցը։ Սխալ է Վահան Տերյան։ Արման, որ մարզաձևում է հանդես գալիս ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը։ Բոքս։ Ճիշտ է, բռնցքամարտ։ Նորայր, ինչ կենդանիների վերածեց Կիրկեն Ոդիսևսին եւ նրա ուղեկիցներին։ Խոզերի։ Ճիշտ է։
Լուսինե, Բանկ։ գիտության որ ասպարեզում է Ջոն Բարդինը 2 անգամ Նոբելյան մրցանակի արժանացել։ Ֆիզիկա։ Ճիշտ է։ Արման, Երևանյան որ նշանավոր արձանի բնորդուհին է եղել մանկավարժ Եվգենիա Մուրադյանը։ Փաս։ Մայր Հայաստանի նորայր երաժշտական որ գործիքի տարատեսակ է ուկուլելեն։ Գիտարի։ Ճիշտ է։ Լուսինե, Հոլիվուդյան որ աստղի եւ դերասանուհի Էմբեր Հերդի ամուսնալուծությունն ուղեկցվեց բազմաթիվ սկանդալներով։ Փաս։ Ջոնի Դեփ, Արման, քանի նիստ ունի օկտաեդրը։ 8։ Ճիշտ է։ Նորայր Ռուսաստանին եւ Չինաստանին սահմանակցող որ երկիրն է աշխարհում ամենանոսր բնակեցված պետությունը։ Ճիշտ է։ Լուսինե, ըստ ՀՀ սահմանադրության մինչև քանի տարեկան երեխաներին է արգելվում մշտական աշխատանքի ընդունել։ 14։ Սխալ է 16։ Արման, Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ որ ֆիլմի համար է Առնո Բաբաջանյանը գրել «Դու իմ սիրո արև» երգը։ Փաս։ Առաջին սիրո երգը։ Նորայր, ում է պատկերել Լեոնարդո դա Վինչին աշխարհի քրքիջը կտավում։ Ժամանակն ավարտվեց։ Խաղի լավագույն եռյակը վաստակեց ընդամենը 20,000 դրամ։ Ով է արդեն մտքում կազմում ճեպազրույցի տեքստը։ Ով այստեղից կհեռանա մտքում կրկնելով վատ չէր։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Ամենակարևոր պահին Լուսինեն սայթաքեց։ Նա բոլորից քիչ ճիշտ եւ բոլորից շատ սխալ պատասխան է տվել։ Այս փուլում վիճակագրորեն նա թույլ օղակն է։ Ուժեղ օղակը Նորայրն է, ճիշտ ու սխալ պատասխանների 3-0 հաշվով։ Ովքեր եզրափակչուն կպայքարեն միմյանց դեմ։ Քվեարկությունն ավարտված է։ Մենք հիմա կպարզենք, թե որ զույգն է անցնում եզրափակիչ։ Լուսինե։ Արման։ Լուսինե։ Նորեր դուք անկեղծություն սիրող մարդ եք։ Լուսինեին հեռացնելու ձեր նպատակը որն է։ Նպատակը Լուսինեին հեռացնելը չէր, պետք է 2 հոգուց ընտրեի, դժվար ընտրություններ իհարկե, ես ամբողջ խաղի արդյունքներն եմ միշտ հաշվի առնում եւ վերջին փուլում ավելի թույլ խաղաց Լուսինեն, քան Արմանը։ Արման, դուք երկար մտածեցիք Լուսինե, թե Նորայր։ Ոչ, քան որ ինքս ինձ չեմ կարող գրել, իսկ նախորդ մրցափուլում Նորայրը բոլոր հարցերին ճիշտ պատասխանեց, բաց ընտրություններ ընտրեցի Լուսինեին։ Լուսինե, ձեր խաղում ոչ մի միստիկա չկար։ Մի լարվեք շահումի մասին մտածելով, դա ձեզ չի սպառնում, դուք ամենաթույլ օղակն եք։ Հետաքրքիր էր, խաղի սկզբում ես անձամբ շատ լարված էի եւ նույնիսկ այն հարցերին, որին ճիշտ կարող էի պատասխանել, սխալ պատասխանեցի, օրինակ ֆաբուլայի հարցը, որը հայերեն առակ է նշանակում, բնականաբար դա գրականության ժանրից էր, բայց ես ասեցի բժշկություն եւ անմիջապես զղջացի իհարկե։ Երկու խաղացողներին էլ հաջողություն եմ մաղթում, բայց կարծում եմ Նորայրը կհաղթի։ 7-րդ փուլ։ Եվ դուք հնարավոր 1.5 միլիոնից վաստակել եք ընդամենը 285,000 դրամ։ Խաղում մնացել է 2 մասնակից։ Այս փուլում նրանց վաստակած գումարը կկրկնապատկենք եւ կգումարենք ընդհանուր թվին։ Սակայն թիմի խաղաժամանակն այս փուլում կկրճատվի եւս 10 վայրկյանով։ Դուք ունեք 500,000 դրամ վաստակելու հնարավորություն։ Օգտվեք դրանից։ Խաղը կսկսի նախորդ փուլի ուժեղ օղակը։ Դա Նորայրն է։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Նորայր, կանադահայ որ ռեժիսորի կինն է Արսինե Խանջյանը։ Չեմիշ։ Ատոմեգոյան, Արման, ինչ հագուստի տարատեսակ է գալիֆեն։ Գլխարկ։ Սխալ է տաբատ։ Նորայր, Հայաստանում քանի տարով է տրվում ազգային վարորդական վկայականը։ 10։ Ճիշտ է։ Արման, հոգևոր որ առաջնորդի կանայք են եղել Խադիջան եւ Այշան։ Մոհամեդ։ Ճիշտ է։ Նորայր, բրիտանացի որ ֆիզիկոսն է ժամանակի համառոտ պատմություն գիտա հանրամատչելի գրքի հեղինակը։ Հոկինգ։ Ճիշտ է։ Արման,
Քանի մասից է բաղկացած տետրապտիղ կոչվող ստեղծագործությունը։ 5 Սխալ է 4 Նորայր, որ մայրաքաղաքում են ծավալվում Շիրվանզադեի Մորգանի խնամի պիեսի իրադարձությունները։ Լոնդոն, Սխալ է Փարիզ։ Արման, Բուրատինոյի արկածները խորհրդային ֆիլմում ինչ կենդանի էր տորտիլլան։ Կրյա, Ճիշտ է։ Նորայր, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որ նախկին դարպասապահն է կարիերան սկսել կոշկագործակումբում։ Ռոման Վերեզովսկի, Ճիշտ է։ Արման, իտալացի որ երգչին են ծնողներն անվանակոչել հունական դիցաբանության սիրո աստծո պատվին։ չգիտեմ։ Էրոս Ռամազոտտի։ Նորայր, տաքսի բեմադրությունում ում դերում է հանդես եկել Կարլ Խաչվանյանը։ Ժամանակն ավարտվեց։ Այս խաղի լավագույն զույգը վաստակեց կլոր գումար 0։ Մենք իհարկե կկրկնապատկենք այս գումարը, բայց ոչինչ չի փոխվի։ Ինչը նշանակում է, որ այս խաղի շահումը կկազմի 285,000 դրամ, չնայած կարող էր լինել 2 միլիոն։ Այս գումարը բաժին կհասնի մասնակիցներից միայն մեկին, քանզի դուք այժմ խաղալու եք միմյանց դեմ։ Դուք հերթով կպատասխանեք 5 հարցի։ Կհաղթի այն մասնակիցը, որը ճիշտ կպատասխանի ավելի շատ հարցերի։ Եթե յուրաքանչյուրիդ համար հնչած 5 հարցերից հետո ոչ ոքի լինի, մենք մեկական հարցով կշարունակենք խաղը այնքան, մինչև կպարզվի հաղթողը, եւ այսպես Արման, Նորայր, մենք խաղում ենք թույլողակ։ Նորայր, նախորդ փուլի ուժեղ ուղղակի իրավունքով դուք ընտրում եք ով է պատասխանելու առաջինը։ թող սկսի Արմանը։ Արման, Եղեշե Չարենցի, որ ստեղծագործության հիման վրա է հայկական The Dinges ռոք խումբը ստեղծել ողջույն երգը։ Ամբողջները խելագարված։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Նորայր, հայ որ գրողի ստեղծագործության հիման վրա է հայկական The Dinges ռոք խումբը ստեղծել հոգիս հիվանդ երգը։ Վահան Տերյան։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Արման, որ գործարարն է պատկերված Բենքսիի սիրիացի միգրանտի որդին գրաֆիտիում։ Չգիտեմ։ Սթիվ Ջոբսը։ Նորայր, Քուենտին Տարանտինոյի որ ֆիլմից կադր է պատկերել անգլիացի գրաֆիտի նկարիչ Բենքսին, որտեղ սակայն հերոսների ձեռքում ոչ թե ատրճանակ է, այլ բանան։ Հայերեն անունը հստակ չգիտեմ, անգլերեն Pulp Fiction, ռուսերեն Կրիմինալնե չծիվը։ Դա ճիշտ պատասխան էր։ Քրեական ընթերցվածք։ Արման, հոգևոր, որ առաջնորդի ատամն է ըստ ավանդության պահվում Շրի Լանկայի Կանդի քաղաքի տաճարներից մեկում։ Բուդդա։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Նորայր, հոգևոր, որ առաջնորդի կյանքի նկարագրությունը ներկայացնող առանձին ժանրն է կոչվում սիրա։ Մուհամեդ։ Ճիշտ է։ Արման, նշանավոր, որ ճանապարհի առանցքային հատվածներից է եղել Զարաֆշան Կարակումյան միջանցքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Մետաքսի ճանապարհ։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Նորայր, ասիական, որ փոքր պետության բուսաբանական այգին է ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սինգապուր։ Դա ճիշտ պատասխան է։ Արման, եթե դուք հիմա սխալ պատասխանեցիք հարցին, դուք պարտվում եք։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող փոքր կղզի անվանումը ստացել է Բյուզանդիայի կայսր Կոնստանտինոս Մեծի մոր պատվին, սակայն հայտնի է դարձել նրանով, որ այստեղ մահացել է մեկ այլ կայսր, որ կղզու մասին է խոսքը։
Դոմինիկանա։ Ճիշտ պատասխանն է Սուրբ Հեղինեի կղզի։ Նորայր, դուք որերորդ անգամ հաղթում եք նույն գումարը՝ 285,000 դրամ։ Դա ձեր հաջողակ թիվն է, փաստորեն։ Դուք ամենաուժեղ օղակն եք։ Արման, դուք հեռանում եք ձեռնունայն։ Դուք դիտում էիք թույլ օղակը։ Սա ընդամենը խաղ էր։ Կհանդիպենք։ Շատ հետաքրքիր խաղ է, շատ հետաքրքիր փորձ էր, հաճիկով մյուս անգամ եւս կգրանցվեմ եւ եթե հրավիրեն հաճիկով էլի կգամ կխաղամ։ Խաղը անցավ հետաքրքիր, կային բավական ուժեղ մասնակիցներ արժանի վերջին փուլերում։ Կարծում եմ նաեւ արդար անցավ խաղը, մասնակիցները արդար էին խաղում։ Ուզում եմ բոլորին հայտնել շնորհակալություն խաղի համար։